Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեզ ընտրող քաղաքացիներին եւ ընդհանրապես բոլոր քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության, ընտրողներին ինչի համար առաջին հերթին, որ հնարավորություն են տվել մեր խմբակցությանը լինել այստեղ եւ ես վստահեցնում եմ, որ այն ինչի համար դուք մեզ գործուղել եք այստեղ հաջողելու է։ Հնարավորություն է տվել նաև ունենալ խմբակցություն եւ շնորհակալություն եմ հայտնում իմ խմբակցությանը իմ տեխնայությունը առաջադրելու համար այս չափից դուրս պատասխանատու պաշտոնում։ Հաշվի առնելով, որ խորհրդարանական երկիր ենք եւ խորհրդարանական վերահսկողությունը որպես այդպիսին իմ կարծիքով բավականին կաղում է, բազմաթիվ օրինակներով դա կարելի է ապացուցել եւ հիմնավորել։ Հիմա շատ կարճ ներկայացնեմ իմ մտքերը տվյալ ոլորտների վերաբերյալ։ Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակը չափազանց լայն է։ Այն ընդգրկում է մեր համայնքները, մարզերը, ճանապարհները, տրանսպորտը, էներգետիկան, ջրային պաշարներ, ընդերք, շրջակա միջավայր, պետական գույք։ Ուստի այսօր առանձին ոլորտների անդրադառնալու միջոցով ցանկանում ներկայացնել դրանց կարևորությունը մեր երկրի համար եւ ամենակարևորը այդ ոլորտներում ճիշտ կարգավորումների միջոցով մեր ցանկացած Հայաստանը։ Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրության առաջին հերթին հրավիրում եմ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգին։ 2011 թվականից սկսած համայնքների միավորման արդյունքում թիվը 915-ից դարձել է մինչև 70, արդյունքում սակայն փոխվեցին համայնքների չափերը, քարտեզի վրա երկրի վարչատարածքային բաժանումը, սակայն ցավոք չփոխվեց բովանդակությունը։ Խոշորացման նպատակը պարզապես համայնքների թվի կրճատումը չէր։ Այն պետք է ստեղծեր կառավարչական ավելի մեծ կարողություններ, ապահովեր մարդկային ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բարձրացրեր հանրային ծառայությունների որակը եւ ամենակարևորը իրական լիազորություններ եւ համապատասխան ֆինանսական միջոցներ ապակենտրոնացներ դեպի համայնքներ։ Այդուհանդերձ դիմերը պետական կառավարման ստորաբաժանում չեն։ Կենտրոնական իշխանության լծակների ընդլայնումը, այդ թվում նաեւ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը վարչապետի կողմից եւ մի շարք այլ մեխանիզմներ լրջագույն հարցեր են առաջացնում տեղական ինքնակառավարման մասին միջազգային խարծերով երաշխավորված տեղական ինքնավարության եւ ժողովրդավարության լեգիտիմության սկզբունքների տեսանկյունից։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես է տեղի ունենում այդ չարադառնալով այն նպատակներին կամ այն ձևերին, որով ընտրված համայնքապետերը հեռացվում են, իմ կարծիքով սա պետք է չեղարկել եւ ուղղակի հեռացնելուց հետո ընտրական օրենսգրքի սահմաններում նշանակել նոր ընտրություններ կամ համայնքի հավաքանին իր, այսպես ասած, եթե հնարավոր է իր լիազորությունները իրականացնի։ Սա միանշանակ անհրաժեշտ է փոխել։ Մեր նպատակը պետք է լինի մարդկային կարողություններով զարգացած ֆիսկալ ինքնուրույնություն ընդլայնած բնակչին մոտ եւ որակյալ ծառայություններ մատուցող ուժեղ համայնքը։ Վերաիմաստավորման կարիք ունի նաև մարզպետի եւ մարզպետի աշխատակազմի դերը։ Մարզպետարանը պետք է աշճանաբար վարչարարող մարմնից վերածվի տարածքային զարգացման իրական կենտրոնի, համադրելով համայնքային, մարզային եւ պետական զարգացման ծրագրերը, ձևավորելով մարզի երկարաժամկետ առաջնահերթությունները եւ նպաստելով ներդրումների ներգրավմանը։ Մարդու աշխատանքի կրթության եւ տնտեսական գործունեության եւ որակյալ հանրային ծառայություններից օգտվելու հնարավորությունները չպետք է սկզբունքորեն տարբեր լինեն միայն այն պատճառով, որ մեկը բնակվում է Երևանում, մյուսը մարզկենտրոնում, երրորդը սահմանամերձ բնակավայրում։ Ուժեղ համայնքը պետք է լինի մեր մարզի, իսկ ուժեղ մարզերը համաչափ զարգացող Հայաստանի հիմքը։ Սիրելի հայրենակիցներ, տարածքային զարգացման մասին խոսել հնարավոր չէ առանց ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքների։ Ճանապարհատրանսպորտային համակարգի կառավարումը ասֆալտի կառավարում չէ։ Հայաստանում պետք է ճանապարհաշինարարությունից անցում կատարել ճանապարհային ենթակառուցվածքների ամբողջական կառավարման մոդելի։ Ճանապարհը չպետք է ավարտվի շինարարության ընդունման ակտով։ Յուրաքանչյուր ճանապարհ պետք է ունենա իր ամբողջ կենսացիկլի համար պատասխանատու կառավարում,
նախագծում կառուցումից մինչև մշտական սպառկում, անվտանգություն, լուսավորություն, կլիմայական եւ բնական ռիսկերի կառավարում ու արտակարգ իրավիճակների արձագանքում։ Սա թույլ կտա նաև առանձին ճանապարհների կառավարումից անցնել ճանապարհային ցանցի որպես միասնական ակտիվի կառավարման, տվյալների հիման վրա կառավարելով դրա վիճակը, անվտանգությունը, բեռնվածությունը, սպասարկումը եւ ներդրումային առաջնահերթությունները։ Հյուսիս-հարավը երկաթուղային հաղորդակցությունները, սահմանային ենթակառուցվածքներն ու ապագա լոգիստիկ կենտրոնները պետք է դիտարկել ոչ թե որպես իրարից անկախ ծրագրեր, այլ որպես Հայաստանի միասնական տրանսպորտային ռազմավարության մասեր։ Ցավով պետք է նշել, որ ռազմավարական այդ մասերից ավիացիայի համակարգում ունենք էական խնդիր, Հայաստանը շարունակում մնալ ԵՄ ավիացիոն անվտանգության սև ցուցակում, ընդ որում այնտեղ հայտնվել է դեռևս 2020 թվականին եւ այդ խնդիրը լուծված չէ։ Տրանսպորտային ոլորտի մեկ այլ խնդիր չկտրվել հողից եւ մեր բնակիչներից ամենամտահոգիչ իրավիճակ կայանում է նրան, որ չնայած այսօր մեր գրեթե ամենօրյա օրակարգում խոսում ենք ինչ-ինչ գլոբալ նախագծերից, սակայն իրականությունը երկրի ներսում եւ բնակչի համար այլ է։ Միասնական երթուղային համակարգը, որը պետք է ներդրված լիներ բոլոր մարզերում եւ բնակավայրերում, ցավոք այսօր բացառությամբ մի երկու մարզի կանոնավոր երթուղիների այդ ամբողջական համակարգը դեռևս չկա։ Սա մեր քաղաքացիների ամենօրյա կյանքի եւ տարրական բարեկեցությանը վերաբերող հարց է, որը պետք է այդ թվում պարլամենտական վերահսկողությամբ օր առաջ լուծվի։ Ինչպես մենք ենք ուզում ապահովել աշխարհի հետ կապակցության գլոբալ պրոյեկտներ, ինչպես ենք մենք ուզում ապահովել աշխարհի հետ կապակցության գլոբալ պրոյեկտներ, եթե չենք կարողանում դեռ մեր երկրի ներսում բնակավայրերը կապել միմյանց։ Հարգելի գործընկերներ, տրանսպորտային քաղաքականության կարևորությունը նաև Երևանի բեռնաթափումը, բայց սա միայն խցանումների կամ ճանապարհի խնդիր չէ։ Դա նաև տնտեսական ակտիվության, աշխատատեղերի եւ ծառայությունների գերկենտրոնացման հետևանք է։ Հետևաբար Երևանի իրական բեռնաթափումը պետք է ուղեկցվի մարզերի զարգացմամբ եւ մայրաքաղաքի հետ արագ ու հարմարավետ տրանսպորտային կապերի ստեղծմամբ։ Եթե նախկինում սիրելի այրենակիցներ, ձեր ուշադրությունը հրավիրում մեր երկրի մեկ այլ ռազմավարական ռեսուրսի ջրի վրա։ Եթե նախկինում ջրային ռեսուրսների կառավարում հիմնականում դիտարկում էր որպես տնտեսական եւ բնապահպանական խնդիր, ապա 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած նոր իրողություններից հետո այն պետք է դիտարկենք նաեւ որպես Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչ։ Պետք է առաջնորդվել պարզ սկզբունքով Հայաստանում ձևավորվող ջրային պաշարը պետք է հնարավորինս արդյունավետ կուտակվի, պահպանվի եւ օգտագործվի Հայաստանի տնտեսության ու քաղաքացիների կարիքների համար։ Դա նշանակում է նոր ջրամբարների եւ կուտակման համակարգերի կառուցում, գործող ենթակառուցվածքների արդիականացում, խմելու եւ ոռոգման ջրի համակարգում, կորուստների հետեւողական կրճատում։ Այսօր ցավով եմ արձանագրում, որ հայտարարված 17 ջրամբարի կառուցման ծրագրից մոտարապես մինչև 1 տարի առաջ կառուցվել էր եւ ավարտվել էր միայն մեկը։ Կլիմայական փոփոխությունների պայմաններում ջրի արժեքը միայն աճելու է, հետեւաբար այսօր ջրային համակարգում կատարված յուրաքանչյուր արդյունավետ ներդրում է նաեւ Հայաստանի երկարաժամկետ ջրային առողջապահական տնտեսական անվտանգության մեջ։ Բնական պաշարների մասին խոսելիս ձեր ուշադրությունը եմ հրավիրում նաեւ Հայաստանի ընդերքի կառավարմանը։ Մեր ընդերքը ազգային հարստություն այն պետք է օգտագործվի պատասխանատու եւ արդյունավետ եւ առաջին հերթին Հայաստանի երկարաժամկետ տնտեսական շահերից ելնելով։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից է, բայց մեր նպատակը չպետք է սահմանափակվի նրանով, թե որքան հանքանյութ ենք արդյունահանում եւ ինչքան ավելի արագ եւ մեծ ծավալներով խտանյութ ենք արտահանում։ Մենք պետք է ընդլայնենք արժեքային շղթան հասնելով մետաղների, ապա վերջնական արտադրանքի ստացմանը երկրի ներսում։ Այնինչ այստեղ եւս ունենք հերթական չկատարված խոստում, դեռևս 2021 թվականին իշխանությունները խոստացել էին, որ երկիրը ունենալու է պղնձաձուլարան։ Անցել է 5 տարի, փոխարենը մենք ավելի արագ ենք արդյունահանում մեր ընդերքը, վերցնելով նաեւ ապագա սերունդների մասնաբաժինը։ Եկեք նաեւ հստակ արձանագրենք, որևէ տնտեսական նպատակ չի կարող արդարացնել բնապահպանական պահանջների թուլացումը։ Մեր խնդիրը
ընտրություն կատարել հանքաբարձությունաբերության կամ որևէ տնտեսական ճյուղի եւ շրջակա միջավայրի միջև չէ։ Մեր խնդիրը այնպիսի համակարգ ստեղծելն է, որտեղ բնական պաշարի օգտագործումը ստեղծում է առավելագույն տնտեսական արժեք, նվազագույն եւ կառավարելի բնապահպանական ազդեցությամբ։ Տնտեսական զարգացումը կարող է համարվել կայուն միայն այն դեպքում, երբ հաջորդներին սերունդներին չեն փոխանցում սպառված բնական ռեսուրսներ եւ կուտակված բնապահպանական խնդիրներ։ Մենք չենք կարող չարձանագրել, որ Հայաստանի բնապահպանական վիճակը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ։ Հատկապես Երևանում եւ մի շարք այլ բնակավայրերում օդի աղտոտվածությունը դարձել է մարդկանց կյանքի որակի վրա անմիջականորեն ազդող խնդիր։ Իսկ անտառային տարածքների պահպանության եւ վերականգնման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը զուրկ է միասնական հստակ գույքագրումից եւ կառավարումից։ Էներգետիկայի ոլորտում հաշվի առնելով, որ հեծից բազմաթիվ անգամ խոսել եմ, այսօր չեմ խոսեմ միասնական համակարգի կայունությունից։ Հայաստան-Իրան 400 կՎ գիծը դեռևս պատրաստ չէ։ 90%-ով է պատրաստ եւ իմ ինֆորմացիայով այնտեղ մի քանի հենասյան խնդիր կա եւ 220 կՎ տրանսֆորմատորի խնդիր, բայց ունենք այդտեղ այլ խնդիր։ Իմ ինֆորմացիայով այդ գծերը որ քաշվում են, հետո տեղի են ունենում գողություններ։ Անգամ կառավարությունը դիմել էր հեծին, որպեսզի հեծը, պարոն Կարապետյանը գիտի, 10 կՎ գծից հնարավորություն տա գիծը լարման տակ դնելու, որպեսզի գողությունները չկատարվեն։ Ինչ վերաբերում է արևային համակարգին, ինչպես հիշում եք, եթե չեմ սխալվում, այս ամբիոնից վարչապետը հայտարարեց, որ սարքել ենք 2 հատ ատոմակայան, ով որ չի պատկերացնում, ասեմ ձեզ, խոսքը վերաբերում է արևային կայանների։ Եթե արևային կայանների այդ 2 ատոմակայանը չունի ակումուլյացիոն համակարգ, այսինքն մենք չենք կարողանում դրանք կուտակել, ապա դա ավելի մեծ վտանգ է դառնում, քան օգուտ։ Այսինքն, երբ որ առաջարկը ավելի շատ է պահանջարկից, այստեղ մասնագիտական լեքսիկոնով չխոսեմ, դա շատ լուրջ խնդրեմ է, օրինակ համակարգի 0 նստելը։ Որպեսզի ունենանք կայունություն, շատ անհրաժեշտ է ունենալ այդ ակումուլյացիոն կայանները։ Անգամ եթե ատոմակայանը կանգնի էլ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը էներգետիկայի մասով համարվում է ինքնաբավ երկիր։ Այս պարագայում քննարկել, թե Ալիևն ինչ ասել, ընդեղից Նախիջևանից հոսանք բերենք, մյուս անենք, կարծում եմ ճիշտ չի։ Նաև այստեղ խնդիր ունենք ընդհանուր Իրան-Հայաստանի շարունակությունը համարվող Հայաստան-Վրաստան գծի կառուցումը, որը եւս դոփում է իր տեղում։ Ավարտելով ելույթս ցանկանում եմ նախորդիվ հնչած ինձ ներկայացնող իմ գործընկերոջը, որին առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մտահոգող հարցերին։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը ինձ համար չափազանց պատասխանատու պաշտոն է։ Ինչ վերաբերվում է իմ գործընկերների հետ այսպես ասած կռվացնելուն, չի ստացվի, շատ հարգում եմ եւ իրենք ինձ կօգնեն։ Սա եղել է ֆրակցիայի որոշումը, համաձայնացվել է մեր ընկերների հետ, որևէ խնդիր չունենք։ Չեմ խնդրելու ձեզ ինձ ընտրել, չեմ հորդորելու ձեզ ինձ ընտրել, չեմ պահանջելու հաշվի առնելով Դոնթի բանաձևը միայն այդ առումով պահանջելու ինձ ընտրել, բայց ընտրվելու դեպքում պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ, անկախ քաղաքական, այսպես ասած, շատ խորը տարաձայնություններից։ Հիմա շատ փոքր անդրադարձ կատարեմ պարոն Հակոբյանի այսօրվա ելույթին, չցանկանալով մտնել նրա մեջ, որ եթե այստեղ խոսվում է, չէ, ասենք, որ ամենայն հավանականությամբ դա պետք է համարվի որպես ապատեղեկատվություն։ Բայց ինչևէ, չէ, եթե ազգային ժողովի ամբիոն համարենք, ներողություն ավարտեմ, ինձ թվում է հնարավորություն կունենաք, ես չգիտեմ ինչի մտածում եմ դուք ինձ հարց եք տալու, էլի։
կունենաք այդ հնարավորությունը։ Ուրեմն խնդիրը ինչի մասին է։ Հայաստանի Հանրապետությունում գործում է հետևյալ համակարգը։ Բացարձակ հետաքրքիր չի եւ կապ չունի, թե քրեական գործը ինչին է վերաբերվում, ինչին ուշադիր եղեք։ Շատ կարևոր է, թե ում է վերաբերվում։ Հիմա իմ հոր, ես ճիշտ ասած, եթե զգացել եք, բավական է, եւ իմ գործից չեմ անդրադարձ կատարել եմ, ստիպված եմ, ոչ իմ ընտանիքից եմ ցանկանում խոսել, բայց այստեղ միջև անդրադառնալ է դատական գործին, այստեղ շատ պետք է հետաքրքրել, մամուլով տարածվեց, ճիշտ է մենք դեմ ենք, բայց չենք կարող այդ ամեն ինչին փակել, ես էլ մի քանի անդրադարձ կատարել եմ, իշխող ֆրակցիային ինչ-որ երևի տեղյակ եք ինչի մասին է խոսքը, դրա համար ձեզ չհետաքրքրեց, թե 50 եւ ավել տարվա Երևանի պետական համալսարանի շատ դժվար է ինձ խոսել, որովհետև միգուցե կարծեք սուբյեկտիվ է, բայց կարծում եմ այստեղ շատ մարդիկ կան նստած, որոնք ավարտել են այդ բուհը եւ այդ ֆակուլտետը, ամեն դեպքում կարող էր հարց առաջանալ, բայց դա ուղղակի հռետորական հարց եմ տալիս, դա ձեր խղճին, թե ինչու սեպտեմբերից չի երկարացվել պայմանագիրը։ Տենց ունեմ ես միտք ու շատ համոզված միտք ինչի համար չի եղել, բայց խնդիրը այլ է, երկու ճանապարհ կա։ Ապօրինի գույքի այսպես հարուցելու վերաբերյալ։ Մեկը քրեական գործով անցնելու դեպքում է, երկրորդը ՕՀՄ, որը իմ կարծիքով բացարձակապես այսպես իշխանությանը լծակ տալու ուղղակի խնդիր է։ ՕՀՄ-ն բոլորս գիտենք ոնց է լինում, ինչ որ մի օպերատիվ մարմնի աշխատող մի հատ զեկուցագիր է գրում, ասում է, «Այստե տենում եմ ոնց որ խնդիր կա»։ Այդ գործը գնացել է դատարան, դատարանը քննել է, մի քանի նիստ հետո դատախազությունը գնաց այդ գործը հետ է վերցրել։ Չի կարճվել, դատարանը որոշում չի կայացրել, գլխավոր դատախազությունը գործը հետ է վերցրել, ըստ իս հասկանալով, որ չի ստացվելու։ Եվ այստեղ կարևոր հանգամանքը Գագիկ Ղազինյանին կամ Դավիթ Ղազինյանին ապօրինի գույքի խնդիր բացելը չէր, ոչ էլ վերջնական նպատակն է, որովհետև չկա այդպիսի բան։ Խնդիրը ուշադրություն, հմեկով մեծ ռեպորտաժ պատրաստելն է, որովհետև հմեկով այդ ռեպորտաժը պիտի գնար, որովհետև իշխանությունը չունի այդ մտածելակերպը, որ չի կարելի առանց գործը քննելու, չի կարելի առանց գլուխ գովար չհամարեք բարի համբավ ունեցող մարդու գործը քննելու հմեկով, հետևից սատելիտ ուժերով, բլոգերներով վերցնել, ասել անցնում է ապօրինի գույքով։ Սա առաջին մասով, երկրորդ մասով, այո, իմ հայրը լինելով Հայաստանի Հանրապետության միակ իրավաբան ակադեմիկոսը եւ բազմաթիվ այլ պետական պարգևներ ունենալով հանդերձ, իմ դատի օրը ասել է, որ շատ զարմանալի է, բայց կա արդարադատություն։ Մենք երբևէ, այդ թվում նաեւ ես եւ կարծում եմ նաեւ իմ գործընկերները չենք ասել, որ չկա 100%-անոց արդարադատություն։ Ի ուրախություն մեզ, ի տխրություն իշխանության, այո, կան դատավորներ, ճիշտ է, շատ քիչ են, բայց կան դատավորներ, որոնք չեն ենթարկվում։ Եվ ամենակարևոր հանգամանքը, հիմա եթե օրենքի ուժով Ղազինյան, մենք այսինքն իմ հայրը լինելով իրավաբանության ժամանակակից, այսպես ասած, մի բազմաթիվ օրենսգրքերի հեղինակ, ընդհանրապես անկախության ժամանակվանից այստեղ ունենք երջանկահիշատակ Էդվարդ Եգորյան, որը մասնագիտությամբ իրավաբան չէր, բայց պետաիրավականի նախագահն էր, հավաքել էր, այսպես ասած, լավ մասնագետների, այդ ակունքներում կանգնած մարդ լինելով, պետք է երևի ուրախանա, որ օրենքի ուժով պատգամավորի անձեռնմխելիություն ձեռք բերած անձին դատարանը ուղղակի այլ բան չունի անելու, չի կարող։ Չնայած հաշվի առնելով ինչեր է կատարվում, կարող է դել քաղաքական իշխանության կամքը լիներ։ Ամեն դեպքում կարծում եմ, որ այո, շատ փոքր տոկոսով կա արդարադատություն։ Եվ Աստված չանի, որ այդ փոքր տոկոսը զրոյանա։ Հիմա պատրաստ եմ պատասխանել ձեր